Ողջույն հարգելի հետևորդներ, վերադառնանք Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաք, որտեղ սույն թվականի փետրվարի 17-ից 25-ը տեղի է ունենալու Grand Open Galleria անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը։ Հայաստանը այդ մրցաշարում ներկայացնելու են 9 շախմատիստներ, որոնց թվում են գրոսմաստերներ Վահե Բաղդասարյանը և Լևոն Բաբուջյանը, միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, FIDE-ի վարպետներ Գրիգոր Դիլանյանը, Մենուա Հակոբյանը, Հայկ Երիցյանը, վարպետության թեկնածու Նարեկ Ղիմոյանը, ինչպես նաև Արտակ Ալիխանյանը և Արամ Գրիգորյանը։ Եվս մեկ հայ շախմատիստ, ռուսաստանաբնակ գրոսմաստեր Ռուդիկ Մակարյանը նույնպես մասնակցելու է այդ մրցաշարին։ Ինչ խոսք, մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքել և մրցաշարին մասնակցելու են նաև ադրբեջանցի 4 շախմատիստներ։ Նրանց թվում են գրոսմաստեր Ուգար Ռասուլովը, Խագան Ահմադը, Վագուր Մանաֆովը և Իլգար Բաջարմին։ Մենք չպետք է մոռանանք մի հանգամանք, որ երբ Ռամիլ Սաֆարովը սպանեց հայ սպային, նա իր երկրում հերոսացավ և դարձավ ազգային հերոս։ Մեջբերումս ինչու եմ անում, քանզի մենք շախմատիստներս պարտավոր ենք չլսել և զոհ չգնալ թրքահաճո իշխանությանը։ Ինչու՞, որովհետև ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը Սանկտ Պետերբուրգ է մեկնել հաղթանակի համար։ Ուստի խնդրանքս և հորդորս ձեզ, ձեր դիմաց նստած ադրբեջանցի ցանկացած շախմատիստին, ցանկացած հակառակորդին այնպես հաղթեք, որ նրանց ոռնոցները մինչև Բաքու լսվեն, այնպես հաղթեք, որ հաջորդ անգամ երբ մոտենան, դողալով մոտենան խաղատախտակին, ձեզ տեսնեն ու վախենան, այնպես ինչպես մինչ 2018 թվականներ։ Ես վստահ եմ, մենք վերադարձնելու ենք գերտերություն անունը Հայաստանի շախմատ և շարունակվելու են մեր փառահեղ հաղթանակները։ Խնդրում և հորդորում եմ ձեզ հնարավորինս հավաքված մասնակցել մրցաշարին և Հայաստան վերադառնալ հաղթողի կարգավիճակով։ Վստահ եմ, դուք կարող եք։ Եվ թող փորձ արվի որևէ լրատվամիջոցի կողմից չլուսաբանել հայ շախմատիստի հաղթանակը ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։ Բոլոր խողովակներով կբոյկոտվեն նմանատիպ լրատվամիջոցները։ Ընկերներ ջան, խնդրանքս և կոչս ձեզ բոլորիդ հնարավորինս շատ տարածեք իմ ուղերձը, որպեսզի մինչ վաղը, մինչ առաջին խաղափուլի մեկնարկը մեր բոլոր շախմատիստները տեսնեն, լսեն այն և ավելի սրտացավորեն մոտենան այդ մրցաշարին և հաղթանակած վերադառնան հայրենիք։ Շնորհակալություն։